արձանագրում ենք փաստը, որ Սուրբ Հակոբ եկեղեցին ավիրված է, իսկ Մայր տաճարի պատուհաններից առնվազն երկուսը ջարդած են։ Այսինքն մի կողմից այսպես ասենք պատվիրվում է ավերել, մյուս կողմից նույն պատվիրողը իրականացնում է այդ ավերման գործընթացը։ Այո, պետք է նշենք, որ առնվազն 2025 թվականի հուլիսի եւ հոկտեմբերի իրականացված արբանյակային մշտարիտարկումը ցույց է տվել, որ եկեղեցին դեռ կանգուն էր, այսինքն մենք գործ ունենք նոր տեղի ունեցած վանդալիզմի դեպքի հետ։ Բաքվից հայտարարել են, որ քանդելու են անկախության տարիներին Արցախում կառուցած բոլոր հուշարձանները։ Արդյոք դրա, այսպես ասենք, տրամաբանության մեջ ունենք ավերված հուշարձանների էլի դեպքեր արձանագրված։ Նման դեպքեր ցավոք սրտի շատ ունենք։ Այդ ցանկի մեջ մտնում է Մեխակավանի Սուրբ Զորավոր եկեղեցին, ընդ որում որի ոչնչացման փաստը արձանագրվել է BBC լրատվականի լրագրողի կողմից, եւ երբ որ տեղի զինվորականներին օկուպացված հատված այդ Մեխականովանի հատվածում գտնողներին, երբ որ լրագրողը հարցադրում արեց ուղիղ որտեղ է այստեղ կանգնած եկեղեցին, իրեն պատասխանեցին իբր այս տարածքում որևէ եկեղեցի գոյություն չի ունեցել, սակայն իր ռեպորտաժում լրագրողը ցույց տվեց նախկինում գոյություն ունեցած եկեղեցին եւ հետո նույն տեղանքը առանց եկեղեցու։ Նույն ճակատագրին արժանացավ Բերձորի Սուրբ Ամբարձման եկեղեցին,